բարձրացնենք մեր ձեռքերը ու մեծարենք նրան։ Կարծյոք աշխարհի մեջ մի անուն, որ կարող լինի բարձրացնել ընկածի, կարծյոք աշխարհի մեջ մի արյուն, որ կարող լինի մաքրել մեղքերն իմ կյանքի, ես գիտեմ անունը այն, ես գիտեմ անունը այն, ես գիտեմ անունը այն, Հիսուսի անունն է այն, ես գիտեմ արյունը այն, ես գիտեմ արյունը այն, ես գիտեմ արյունը այն, Հիսուսի արյունն է այն։ Անունով Տեր Հիսուսի փրկվեցի, արյունով մեղքերից ազատվեցի, Տեր հիմա սպասում եմ քո գալու, որ տանես երկինք ապրեմ հավերժ քո գրկում, դու կանչիր անունը այն, դու կանչիր անունը այն, դու կանչիր անունը այն, Հիսուսի անունն է այն, դու խնդրիր արյունը այն, դու խնդրիր արյունը այն, դու խնդրիր արյունը այն, Հիսուսի արյունն է այն, դու կանչիր անունը այն, դու կանչիր անունը այն, դու կանչիր անունը այն, Հիսուսի անունն է այն, դու խնդրիր արյունը այն, դու խնդրիր արյունը այն, դու խնդրիր արյունը այն, Հիսուսի արյունն է այն, դու կանչիր անունը այն, դու կանչիր անունը այն, դու կանչիր անունը այն, Հիսուսի անունն է այն, դու խնդրիր արյունը այն, դու խնդրիր արյունը այն, դու խնդրիր արյունը այն, Հիսուսի արյունն է այն։ Փառք քեզ ամենակարող Տեր Աստված, Հիսուս, անուն որ վեր է ամեն անունից, Տերերի Տեր, արքաների արքա, անուն, որի առջև թող խոնարհվեն ամեն անուններ, մարդկանց անուններ, երևույթի անուններ, մեղքերի անուններ, խնդիրների անուններ, բոլորը խոնարհվեն Հիսուս անվան առջև, որովհետև այդ անունը բարձր անուն է, նրան շնորհված է անուն ամեն անուններից վեր, հաղթանակ տարած անուն, մահը հաղթած անուն, դու կանչիր անունը այն, դու կանչիր անունը այն, դու կանչիր անունը այն, Հիսուսի անունն է այն, դու կանչիր անունը այն, դու
դու կանչիր անունը այն, դու կանչիր անունը այն, Հիսուսի անունն է այն, դու խնդրիր արյունը այն, դու խնդրիր արյունը այն, սուրբ արյունը, դու խնդրիր արյունը այն, Հիսուսի արյունն է այն, դու կանչիր անունը այն, դու կանչիր անունը այն, դու կանչիր անունը այն, Հիսուսի անունն է այն, փառք քեզ Տեր, ամենակարող, ամենազոր, փառահեղ Աստված, մենք քեզ ենք մեծարում, գովերգում ու փառաբանում, սիրելի Տեր, արքաների արքա Հիսուս Քրիստոս, հաղթանակ տարած Աստված, հալելույա, տիեզերքի արարիչ, փառք քեզ, փառք քեզ, ընդունելի թող լինի այս փառահեղ պատարակը, որ բարձրանում է դեպի վեր, այս ողջակեզը, այս սափարությունները, այս փառքերը, պատիվը, միայն ու միայն քեզ է պատկանում, Տեր Աստված, թող խառնվի հրեշտակների փառաբանությանը, հալելույա, նրա անունը զորավոր է, նրա անունը սքանչելի, փառահեղ է, հզոր Աստված, այո արժանի է նա, փառք Տիրոջը, փառք ամենակարողին, փառք ես Տեր, մեծարվի քո անունը այստեղ, քո սուրբերի մեջ եւ երկնքում իմ Աստված, այժմ եւ միշտ հավիտյանս հավիտենից, եւ եկեք աղաղակենք ամեն, թող այդպես լինի, հալելույա, նստեք Աստծո քաղցր ու սուրբ ներկայության մեջ, շնորհակալություն շատ, ես հավատում եմ, որ այսօրվա պաշտամունքը բոլորիս համար օրհնություն կլինի։ Եթե մենք մեր սրտերը բացենք ու թույլ տանք, որ Աստծո Սուրբ Հոգին գործի, հավատում եմ, շատ ուժեղ բաներ կկատարվեն մեր կյանքում, մեր ընտանիքում, ինչպես նաև երբ որ թույլ տանք մեր միջոցով նաև մեր երկրում եւ մեր երկրից դուրս, եթե թույլ տաս ու ցանկություն ունենաս, որ Աստված քեզ օգտագործի, Աստված քո միջոցով ինչ որ մի բան անի։ Մինչև այն ուղերձին, որ Աստված սրտիս մեջ դրել է, ուզում եմ մի հետաքրքիր հայտարարություն, որ կվերաբերի երևի այն եկեղեցիներին, այն մարդկանց, ովքեր որ որոշ տարօրինակ քայլեր են անում։ Բայց մինչև դա կուզեմ մի բան հարցնեմ։ Ովքեր որ մանավանդ հին են, տարիներ շարունակ այս եկեղեցու անդամներն են, այս ընտանիքի անդամներն են։ Եղել է ժամանակ, երբ որ մեր այս եկեղեցու ամբիոնից արծարծվի ինչ-որ մեկի անուն, պախարակվի ինչ-որ մեկը, դու գաք Աստծուց խոսք լսելու, հանկարծ լսում եք ինչ-որ մեկի մասին, որ մենք խոսում ենք ու դու լսես զարմանաս, ինչի համար ես մարդու անուն ազգանունով շեշտվի ու զգուշացումներ արվի, ասվի, որ հեռու մնացեք այդ այդպես բան լսած կաք ընդհանրապես։ Խնդրում եմ, եթե չեք լսել, ձեռք բարձրացրեք, այս պատկերը թող երևելի լինի, սա կարևոր է։ Փառք Տիրոջը։ Ու սա շատ ճշմարիտ է եւ աստվածաշնչյան, ավետարանական, որովհետեւ այս ամբիոնը, եկեղեցու ամբիոնը, այս ամբիոնից մենք կանչված ենք քարոզելու, խաչված եւ հարություն առած Քրիստոս եւ ոչ թե ինչ որ մարդ։ Ու գանք վերածենք քարոզը բամբասանքի ու իբրև զգուշացնենք ինչ որ անձից հստակ անուն ազգանուն շեշտելով։ Բայց չգիտեմ, պատահականորեն երևի իմ աչքի առջև եկավ այդպիսի մի բան, ես ընդհանրապես ինտերնետում այդպիսի չեմ էլ դեգերում ընդհանրապես ինտերնետում, չեմ փնտրում ինչ որ բաներ, բայց երևի Աստված է ցույց տալիս ու հստակ
աչքիս առջև եկավ, որ մարդկանց մասին են խոսում։ Ընդ որում մեր եղբայրների մասին են խոսում, անուն ազգանուն շեշտելով, ձեռ առնելով, ծաղրելով, պիտակներ կպցնելով։ Ու իմ սրտի մեջ շատ հետաքրքիր բան առաջացավ ու քննում էի Աստծով. Տեր Աստված, թույլ ես տալիս, որ ինչ որ քայլ կատարեմ, բայց ոչ թե նմանվեմ այդ քայլ անողներին, այլ ուղղակի զգուշացնեմ, որ սիրելի հավատացյալներ, սիրելի դիտողներ, սիրելի եկեղեցու անդամներ, որ եկեղեցիներում, որ այդպիսի բաներ են կատարվում, մտորելու տեղիք կա, որ ինչու են բամբասում, ինչու են մարդկանց հոգևորապես սպանում, պատվազրկում, պիտակավորում։ Ես հռչակում եմ, որ հիմա ես գտնվում եմ մի տեղ, որտեղ որ Աստծո խոսք պիտի քարոզեմ։ Ու ի պաշտպանություն լեցուն հոգիների այս հայտարարությունն եմ անում, որովհետև մարդիկ կան գայթակղվում են։ Ու գրված է վայ գայթակղեցնողին, մի արեք նման բան։ Սիրելիներ, եթե նստածների մեջ էլ կան մարդիկ, ովքեր որ մի նորություն կլսեն, ճշմարիտ է թե ոչ, սկսում են տարածել։ Մի արեք նման բան, դուք էլ նույնպես։ Եթե արել եք, ապաշխարեք։ Ձեր շուրթերը թող ծառայեն Տիրոջը։ Գրված է մեկը կա, որ եղբայրների չարախոսն է, դա սատանան է։ Ինչի միաբանվենք այդ անձի հետ։ Մեր շուրթերը թող Հիսուս քարոզեն։ Ինչի համար մարդկանց գայթակղեցնեն, որ մարդիկ էլ սառեն, հեռանան հավատքից, դու գիտեք վտանգի ինչու՞մ է։ Հիսուսն ասեց, վայ գայթակղեցնողին ավելի լավ է ծնված չլներ։ Իզուր չի, որ Հիսուսն ասեց, մեջ բերեց, ասեց, կզարկեմ հովվին և գառնուկները կցրվեն։ Ահա թե նպատակը որն է։ Դրա համար թող տարածվի այս խոսքն էլ ու մարդիկ իմանան ու մի քիչ էլ վախենան ու ապաշխարեն։ Այլապես այդպիսի մարդիկ թող չգնան այդտենց եկեղեցիներ, որոնց ամբիոներում Հիսուս չի քարոզվում։ Ու մի բան էլ ասեմ, միգուցե կասես, բա որ հանկարծ ինչ-որ մի դեպք պատահի եւ այլն։ Դուք չեք պատկերացնում, դրա համար էլ մեթոդ կա, ասում է ծառայողի դեմ ոչ մեկ վկայությունով, այլ մի քանի վկայությունով հավաքվում են ծառայողները, եթե ինչ-որ մեկը ճանապարհից շեղվում է, լինում է այդպիսի բաներ, սիրելիներ, բայց հավաքվում են, ցավում են միասին, աղոթում են միասին, եթե ինչ որ ժամանակ նույնիսկ այդ անձը, որ հեռացել է ճշմարտությունից, չի ապաշխարում, դարձի չի գալի, ցավով արձանագրում են ստիպված ծառայողական կազմով, ինչ որ քայլեր են ձեռնարկում, ոչ թե ընդհանրական այսպիսի եկեղեցու ամբիոններից եւ ինտերնետային հարթակներով տարածում, խոսում, որ մարդիկ գայթակղվեն այդ եկեղեցիներից հեռանան, գնան աշխարհիկ դառնան նորից։ Հասկանալի է, չէ՞ սիրելիներ, մեթոդը որն է, ճիշտ մեթոդներ կա ամեն բանի համար։ Չպետք է մենք այսպիսի ամբիոններ օգտագործենք, բայց հիմա ի պաշտպանություն են հոգիների, որոնք որ գայթակղվում են։ Ես ստիպված եղա աղոթքով ի պաշտպանություն այդ մարդկանց հայտարարել այս բանը։ Հասկանալի է, մենք էլ երբեք ու երբեք մասնակից չլինենք այդպիսի բաների։ Թող Աստված իր հոտին, Աստված իր տներին հոգ կտանի, շատ լավ։ Դու չի որ պետքա տարածես վատ լուրերը, դառնալով եղբայրների չարախոսի ընկերակիցը։ Ամեն, փառք Հիսուսին։ Փառք Տիրոջ, եթե համաձայն ես, այո, փառք Տիրոջը։ Տեր իմ Աստված, օծիր այն խոսքը, այն ուղերձը, որ դու դրել ես սրտիս մեջ։ Օծիր մեր ականջները, որ լսելով լսենք եւ լսենք։ Ու դա շատ պտուղ բերի Հիսուս Քրիստոսի զորավոր անունով։ Ամեն, թող քո անունը փառավորվի։ Գիտեք, որ աղոթում էի, մեջս հետաքրքիր այսպիսի աղաղակ էր, որ իմ ժողովուրդը անցնում է նեղությունների միջով։ Իմ ժողովուրդը անցնում է նեղությունների միջով։ Մենք Աստծո ժողովուրդն ենք, սիրելիներ։ Ու ես երեք էլ հարց տվեցի, այսօր էլ կարծեմ, կուզեմ, որ անկեղծ լինեք։ Կան այստեղ մարդիկ, որ անցնում են նեղությունների միջով։ Թող ձեռք բարձրացնեն։ Բավական են։ Երևի ճնշող մեծամասնությունը։ Ասեմ, որ ես էլ ձեռք բարձրացրեցի, որովհետև չեք պատկերացնում, արդեն երրորդ անգամ ուրբաթ օրը, երբ որ ես պատրաստվում եմ ծառայության, այս անգամ արտերկրում էր, ու հենց ուրբաթ օրն էլ ունեի ծառայություն, շաբաթ էլ ունեի, կիրակի էլ ունեի, իրար հետևից ծառայություններ էին, ու հանկարծ մեկ էլ նորից զանգեցին, ինձ ասեցին, որ մեծ տղաս, նորից մեծ տղաս ձեռքը կոտրել է։ Ինձ անիմաստ պատճառով կանգնեցի, ասի հերիք եղավ։
ասել որերորդ անգամ, ասի հիմա քո գլուխը կջարդեմ։ Շատերը երևի կզարմանան, այդ ում գլուխն ենք ջարդում։ Միշտ ասում եմ, անունը դրել եմ չմարթա մեկ։ Չմարթա մեկի գլուխը, ասի ինձ եմ ծառայելու, հատուկ արաբերեն ասեցի, դուք հայերենով գիտեք այդ բառը, ինադու։ Արաբերեն բառը։ Ասի հակառակ քեզ ավելի ուժեղ եմ ծառայելու, բայց թող քանդված լինի քո ծրագրերը, որ ինչ որ փորձում ես կանգնեցնես ծառայությունները։ Ես էլ եմ անցնում, բոլորս էլ անցնում ենք, եթե հիմա էլ չենք անցնում, ժամանակ առ ժամանակ ենք անցնում։ Ու սա աղաղակն է, Տիրոջ ժողովրդի աղաղակն է, ես հավատում եմ, որ Տերը պատասխան ունի տալու ամեն մեկից յուրովի։ Ամեն։ Եկեք մի հատ տեղ բացենք Աստվածաշնչից 2 Տիմոթեոս 2 գլուխ 1-ից 3 խոսքերը։ 2 Տիմոթեոս 2 գլուխ 1-ից 3 խոսքերը։ Արդ դու իմ որդյակ, զորացիր այն շնորհքով, որ Քրիստոս Հիսուսում է, եւ այն բաները, որ ինձնից լսեցիր շատ վկաներով, հանձնիր հավատարիմ մարդկանց, որ կարող լինեն ուրիշներին սովորեցնել։ Մի պահ կանգ առնենք այստեղ։ Գիտեք, երբ որ մենք գալիս ենք Աստծո տուն, կամ ընդհանրապես Աստծո խոսքն ենք լսում, Աստծոց ուղերձ ենք լսում, դա միայն մեզ համար չի։ Դուք տեսեք ինչ հատկանիշ է այստեղ ասում, հանձնիր հավատարիմ մարդկանց։ Այսինքն հավատարիմ մարդիկ ըստ այս կոնտեքստի այն մարդիկ են, ովքեր որ խոսքը վերցնում են եւ տարածում են։ Հավատացեք, անկեղծ եմ ասում, այսօր մի պահ տրտմեցի, ասում եմ, վերջում երբ որ առաջին անգամ եկած մարդկանց կանչում ենք այստեղ, որ աղոթ կանենք իրենց համար, հենց այդ պահին մարդիկ թողնում են ու գնում են։ Ոչ բոլորը։ Ասում եմ, նրանց ծառայեցին, փոխանակ հիմա իրենք ծառայեն այդ մարդկանց ու շատ հրաշքներ ու նշաններ կարող են հենց այդ ժամանակ լինել, որովհետև նրանք են ծառայում, որովհետև Տերն ասում է տալն ավելի լավ է, քան վերցնելը։ Տալը ավելի լավ է։ Բաժինը գալիս, որ դու ես արդեն տալու, դու ես աղոթելու իրենց համար։ Թողնում գնում են։ Ասում է հանձնիր հավատարիմ մարդկանց, որ կարող լինեն ուրիշներին էլ սովորեցնել։ Մենք նույնպես այսօր սովորում ենք, ասենք, վերցնում ենք Աստծուց խոսքեր, դա միայն մեզ համար չի, գնացեք կիսեք, մի բան, որ կիսելուց էլ ավելի ավելանում։ Միգուցե ֆիզիկապես մի բան կիսես ու պակասի, չնայած Աստված այնպիսի Աստված է, որ հացն ու ձուկն էլ կշատացնի։ Բայց երբ որ դու Աստծո խոսքն ես կիսում, դու եթե վկայում ես, նույնիսկ երբ որ հենց այսօրվա թեմայով նեղության մեջով ես անցնում, որոշում ես կայացնում, գնաս ինչ որ մեկին նեղությունների մեջից հանես։ Դու ինքդ լինելով հակասական է թվում։ Հայկական խոսք կա, մեկը լինի ինձ հանի, մեկը լինի իմ համար աղոթի, ինձ քաջալերի, ինձ, լսի դու արա։ Հիսուսը մեռնելու ժամանակ էլ մարդ փրկեց։ Կա ավելի մեծ նեղություն, քան որ խաչի վրա գանված արնաթաթախ ծեծված, ջարդված ու այդ ժամանակ գլուխը թեքում մի ավազակի է փրկում։ Ասելով այսօր ինձ այդ դրախտում կլինես։ Անտարբեր չեղավ։ Նույնիսկ այդ ամենասարսափելի վիճակի մեջ։ Անտարբեր չեղավ, խաչից նայում էր ներքև իր խաչողների համար աղոթք էր անում, ասում էր Հայր ներիր նրանց։ Բարեխոս էր դառնում խաչի վրայից։ Չգիտեն ինչ են անում։ Համեմատելի են մեր նեղությունները նրա նեղությունների հետ։ Քավլիցի։ Երբեք։ Դրա համար ինչ նեղությունով ուզում ես անցի, դու ինքդ կարեկից եղիր։ Դու ինքդ ձեռք մեկնող եղիր։ Միայն քո անձի վրա մի կենտրոնացիր։ Հենց այդ ժամանակ կգա քո բժշկությունը, հենց այդ ժամանակ կգա մի ձեռք ու կհանի նեղությունների անդունդից։ Հիսուսի անունով։ Ու երրորդ խոսքը, տեսեք ինչ ասում։ Իսկ դու նեղությունները կրիր ինչպես Հիսուս Քրիստոսի բարի զինվոր։ Ինչպիսի զինվոր։ Բարի զինվոր։ Որպես բարի զինվոր։ Գիտեք այս խոսքը որքան է ինձ պահել։ Երբ որ ես եղել եմ բանակում երկրի զինվոր, նաև հասկացել եմ, որ ես նաև Հիսուս Քրիստոսի բարի զինվոր եմ, որովհետև ես նրա նպատակների համար, նրա խոսքը տարածելու համար, թեկուզ հայրենիքի պաշտպանության համար, երկու նպատակով, բայց առաջնահերթ Տիրոջը։
Ու այս խոսքը ինձ պահել է, երբ որ եկել է բարկանալու ժամանակը, երբ որ եկել է այն ժամանակը, որ նեղության մեջից չես կարողանում դուրս գաս, այս խոսքը պահել է, բարձրացրել է, զգացել եմ ոնց է այս խոսքն ընկել փոսի մեջ, փոսից ինձ հանել։ Բարի զինվոր, երբեք ու երբեք չչարանաս։ Ինչքան էլ նեղության մեջ լինես, տեսեք, ասում է, բարի զինվոր ես դու, մի մոռացիր այդ կոչումը, սա հրաշալի կոչում է։ Որովհետև շատ ժամանակ մարդիկ իրենց նեղության մեջ չարանում են, նեղանում են ուրիշներից, ոխով են լցվում, չներումով են բռնվում, սկսում են մեղադրել ուրիշներին, սա արեց, նա արեց, ես որ նեղության մեջ եմ, պատճառը գիտեք որն է։ Ծնողը սա, կինը սա, եղբայրը սա, ամուսինը սա, այս ինչ մարդն է, հարևանն է, մի մեղադրեք ուրիշներին։ Հիշեք, որ դուք Հիսուս Քրիստոսի բարի զինվոր եք, ամեն, որովհետև վերևը գրած է, դուք որդիներ։ Սա շատ կարևոր է։ Սրանք հրաշալի խոսքեր են, որ մեզ պահում են։ Երբ որ դառն իրավիճակների մեջ ենք հայտնվում, հիշենք ով ենք մենք։ Եկեք մի խոսքել բացենք, միասին կարդանք, տեսնենք ինչպիսի օրերում ենք ապրում։ Իհարկե, այստեղ խոսքի երկարը կարող եք տունը ուսումնասիրել, 2 Տիմոթեոս նորից Պողոս Առաքյալն է գրում իր հոգեզավակին, ծառայողին, Տիմոթեոսը ծառայող էր, 2 Տիմոթեոս 3-րդ գլուխ 1-ից 17 խոսքերը, ես կկարդամ ընդամենը 5, բայց դուք շարունակեք տունը կարդալ եւ ուսումնասիրել։ Սա իմացիր, որ հետին օրերում չար ժամանակներ կգան։ Ես չեմ կարծում, որ այդ ժամանակ այդքան էլ բարի ժամանակներ էին, որ Պողոս Առաքյալը ապրում։ Գիտեք, մարդկանց խաչն էին հանում Քրիստոսի անվան համար։ Հիսուսով սկսվել էր ավելի դառը, քրիստոնյաների համար եմ ասում։ Դրանից առաջ էլ Աստծո ժողովրդի միշտ էլ հալածել են։ Սատանան չի ծափահարում Աստծո ժողովրդին։ Բայց հետաքրքիրն ինչն ասում է, կգան հետին օրում չար ժամանակներ։ Հիշեցի Հիսուսի խոսքերը, որ ասում էր Սամարացուն, ժամանակ կգա եւ հիմա է։ Երևի հիմա էլ կարողանանք ասենք ժամանակ կգա եւ հիմա է, որ չար ժամանակներ են։ Համաձայն եք, որ չար ժամանակներ են։ Մի հետաքրքիր համեմատություն արեցի նայելով պատմությանը, տեսնում եմ, որ ընդհանրապես թշնամիներ նույնիսկ իրար հարգում են։ Զարմանում եմ, որ երբ որ թշնամի զորքերի առաջնորդները պատերազմից առաջ իրար հետ զինված հանդիպում են, պայմանավորվում են, խոսում են, ասում են, դե ժամը 6-ին կսկսենք կռվել։ Ապշում եմ այսպիսի բաների վրա։ Ու գիտեք, դաշտում ու իրենց հսկող միավորված ազգերի տենց ընկերակցություն չկա, որ հսկում ասում հանկարծ սխալ բան չանեն։ Միգուցե հենց այդ ժամանակ կռիվը վերջանար, բայց հարգում էին իրար, ամոթ կլինի։ Պատմության մեջ այդ զորավարը կգրվի նենք անձ որպես։ Դրա համար հարգանքով գալիս էր թշնամու հետ խոսում էր, գնում էր, հետո սկսում էին կռիվ անել։ Հիմա տեսնում ես ինչեր է կատարվում։ Ես ինքս ծնվել եմ գյուղում, որ կռիվ էր լինում, մի հոգի անպայման պետք է հարձակվեր, երկրորդ իրավունք չուներ։ Եկա Երևան համարձակ, մի օր 5 հոգի հարձակվեցին վրա, զարմացել էի, համ ծեծվում էի, համ զարմանում էի։ Հետո հասկացա, որ էլ օրենք չկա, էթիկա չկա։ Սիրելիներ, չար ժամանակներում ենք ապրում։ Ու հիմա տեսեք ինչ նկարագիր է տալիս։ Ու փորձեք համեմատեք հիմիկվա ժամանակի հետ, որովհետև մարդիկ կլինեն ինքնասեր, արծաթասեր, ամբարտավան, կլինեն, Պողոս ասում է, որ կլինեն, հպարտ, հայհոյիչ, ծնողներին անհնազանդ, ծնողներ, հասկանալի է, չէ՞, մեր երեխաները սա որ գրկում են ինչ ա լինում, հնազանդվում են, հա, վերցու, այլևս պետք չի, կիչնեմ ներքևը բակում խաղալու, ոնց որ անցած լինի այդ ժամանակը, բակում ինչ լավ էր, հիմա սրա մեջ են, ես իրենց բակն է, դպրոցն է, վերջերս մի տարօրինակ բան, տարօրինակ միտք, փոքր երեխայից ասում է, ինչներիս է պետք ընդհանրապես այդ քառակուսի տուփը, որ կոչվում է դպրոց։ Ես հասկացա, որ դա դժոխային միտք է։ Արդեն դպրոց բառը հոգևոր բառ է, դպիրներ, դպրոց։ Երբ որ ասել են դպրոց, միշտ հասկացել են, որ եկեղեցին առընթեր է, կողքն է։
Մինչև մա մերձավոր արևելքում, երբ որ ասում են դպրոց, ասում են եկեղեցին ուր է։ Մի անգամից գիտեն, որ դպրոցի կողքն է։ Ու հասկացա, որ դժողքից է գալիս մտքեր, որ դպրոցն ինչներից է պետք ընդհանրապես, ումա պետք ուսուցիչը, արդեն կա արհեստական բանականություն, ինչ որ պետք է կհարցնենք։ Շատ զգուշ եղեք այդպիսի մտքերից։ Շատ կարևոր է դպրոցը սովորեք լավ ու ամեն բան հրաշալի կլինի։ Ու վարքով լավ եղեք։ Ու տեսեք գրված է, ծնողներին աննազանդ, ապերախտ, անսուրբ, անգութ, անհաշտ, բանսարկու, արդեն չեն էլ ամաչում, նույնիսկ իրենց լուրերի անունը դնում են, ասենք, համարյա բանսարկու, ես հոմանիշով եմ ասում, ու մարդիկ նստում նայում են, գիտեն, որ սուտ է, նստում նայում են, ամբողջ օրը լուրերի մեջ են, այդ բանսարկություններն են լսում, ու վերնագիներ գրված է, բանսարկություն, շատ զարմանալի աշխարհում ենք ապրում, անժուշկալ, դաժան, անբարեսեր, մատնիչ, հանդուգն, գոռոզ, ավելի ցանկասեր, քան թե աստվածասեր, որ աստվածապաշտության կերպարանքն ունեն, բայց նրա զորությունն ուրացած են, նրանցից էլ ետ քաշվիր, շարունակությունը կկարդանք, այս վերջին ավելի տպավորեց, որ վերաբերում է Աստծո զավակներին, գիտեք ասում է աստվածապաշտության կերպարանքն ունեն, ինչ եք կարծում, սա աշխարհիկ առանց Աստծուն չճանաչող մարդկանց մասին է խոսքը։ Եղել է քեզ հետ, որ տեսնում ես հալելույա դեմքով մարդ, բայց հետո պարզվում է, որ այն չի։ Մի քիչ խորանում ես, մի քիչ ընկերանում ես, մի քիչ շփվում ես, հասկանում ես, որ կամաց հասկանում ես, որ աստվածապաշտության կերպարանքն ունի։ Միայն, բայց նրա զորությունը ուրացած է։ Սարսափելի է, երբ որ Աստծո զավակներն են մտնում դերի մեջ։ Ու դա մի անգամից չի լինում։ Դա այնպես չի, որ նոր ապաշխարել են, մտնում են, սկսում են այդ դերը խաղալ։ Այդպես էլ է լինում, բայց քիչ։ Կամաց սառում է նրանց սերը, կամաց սկսում են խաղալ, կամաց սովորում են ճիշտ ժպտալ, ճիշտ խոսել եւ այլն, բայց ներսում լրիվ ուրիշ բան է։ Իսկ աստվածապաշտությունը որտեղ պետք է լինի։ Այստեղ։ Ստեղ ինչ է։ Այսօր սիրելի եղբայրը խոսում էր չերևացողի եւ երևացողի մասին։ Երկուսն էլ կարեւոր են, իհարկե, որտեղ չերևացողը արմատներն են, իսկ երևացողը ճյուղերը։ Այնպես անենք, որ այստեղ լինի աստվածապաշտությունը, ու աստվածապաշտությունը մեզանով բխի։ Ու մեր աստվածապաշտությունով մարդիկ օրհնված լինեն։ Եվ ոչ թե ինչ որ դառն արմատով, ասում է շատերը կպղծվեն։ Ով է ուզում իմանա նեղության արմատները, ինչու են լինում նեղությունները։ Բոլորս ուզում ենք։ Առաջինը, նեղությունը լինում է բնական պատճառով, որը եկավ հենց սկզբում, մարդու մեղանչելով։ Հենց սկզբից։ Ադամի եւ Եվայի մեղանչելուց հետո նեղությունը մտավ այս աշխարհ։ Ծննդոց 3-րդ գլուխ 16-ից 19 խոսքերը։ Եվ կնոջն ասաց. շատ պիտի շատացնեմ քո հղության ցավերը, եւ ցավով զավակ ծնես, եւ դեպի քո մարդը լինի քո փապագը, եւ նա իշխի քեզ վրա։ Սկսվեց նեղությունը, ցավը։ Եվ Ադամին ասաց, որովհետև դու լսեցիր քո կնոջ խոսքին եւ կերար այն ծառից, որի համար պատվիրեցի քեզ ասելով, նրանից շուտես անիծյալ լինի երկիրը, հողը քո պատճառով, նեղությունով ուտես նրանից կյանքիդ բոլոր օրերում։ Եվ նա փուշ ու տատասկ բուսցնե քեզ համար եւ դաշտի խոտն ուտես, երեսիդ քրտինքով հաց ուտես, մինչեւ որ ետ դառնաս դեպի երկիրը, որովհետև նրանից առնվեցիր, նրա համար որ հող էիր դու եւ դեպի հողը դառնաս։ Տեսեք, ցավեր, նեղություններ։ Իհարկե մենք հավատում ենք, որ Քրիստոսով շատ բան փոխվեց։ Քրիստոսով քանդվեցին անեծքները, բայց միևնույն է, մենք ապրում ենք այնպիսի մի երկրում, որը որ ժամանակավոր է։ Որ մենք քրիստոնյա ենք, չենք քրտնում։ Աշխատանքի մասին է խոսքը։ Իհարկե։ Չկա չարչարանք, չկա նեղություն։ Մի քիչ հետո կիմանանք, որ կա։ Իհարկե լինում են հրաշքներ, նույնիսկ որ ծննդաբերող մայրերը ասում են, որ աղոթեցի, հրաշք եղավ, ցավ չունեցա, այդպիսի բաներ ենք լսում։ Պարտադիր չի, որ այս խոսքը ազդի։ Բայց պարտադիր չի, որ
ցավողները նաև հիասթափվեն, ասեն դե Տերը ցավս չանցկացրեց։ Ցավով ունեցա։ Չէ՞ որ անեծները քանդված են։ Մենք չպետք է գայթակղվենք։ Ամեն։ Այս աշխարհում ենք ապրում։ Բնական նեղություններ կան։ Բնական նեղություններ։ Մի շատ կարևոր բան, որ կուզեմ հատուկ շեշտել, որովհետև Աստված հատուկ ձևով շեշտ դրեց։ Դա սուքն է։ Ու ես երեք տեսա ծառայությունից հետո երկու ընտանիք մոտեցան։ Մի ընտանիքը կարճ վերջերս շատ դժբախտ օրեր ունեցան, շատ դառը կորուստ էր։ Բայց գիտեք, Աստված յուրատուկ կերպով մխիթարել էր, ժպտալով մոտեցան ինձ։ Ծառայության վերջում ժպտալով մոտեցան ինձ ու ասեցին այն խոսքերը, որ սրտից մեջ դրված է, որ հիմա ասեմ։ Գիտեք, Տերն ասում է, երանի սքավորներին նրանք կմխիթարվեն։ Հետաքրքիր է, որն է այդ երանին։ Խորհում է այս խոսքի շուրջ ու պատկերներ էի տեսնում, որ բանա լինելու, որ Աստված իրապես այնպես է մխիթարելու, որ իրապես համարվեն երանելի, որովհետև Տիրոջ խոսքերը կեղծ չեն, ձևական չեն Տիրոջ խոսքերը։ Ասում է երանի, ուրեմն երանի։ Միգուցե չհասկանանք։ Դա ժամանակի մեջ է երևալու այդ երանությունը, ու ես որ տեսա ինչպես են մխիթարված, ու կարճ ժամանակ հետո նորից մոտեցավ մի ընտանիք, որ ուզում էին որ աղոթե իրենց համար, ասեցին ինչի համար, ասին հենց սքի։ Ու տես ասեն սև հագած, տառապյալ վիճակ էր, ու հասկացա որ նրանք մխիթարություն չունեն, ու սկսեցի մխիթարության զորությունը հռչակել այդ մարդկանց վրա։ Որովհետև սուքը հոգիավոր բռնում է, պահում է իր ափերի մեջ։ Դա կապանք է, որովհետև եթե Տիրոջը թույլ տաս, Տիրոջ հոգուն թույլ տաս, նա վստահ քեզ կազատի, որովհետև Աստծո խոսքից ենք իմանում, ասում է Ռաքելը չէր ուզում մխիթարվել, այսինքն մարդիկ կան, որ չեն էլ ուզում մխիթարվեն։ Հետաքրքիր մի տարօրինակ բան կա, որ բոլորին կարա բռնի, դատելով չեմ ասում, ուղղակի իրողությունն եմ արձանագրում։ Մարդիկ կան գիտեն, երբ որ այդ սքի մեջից դուրս եկան ժպտացին, իրենց կորսված մարդուն դավաճանում են։ Իրենք գիտեն, թե եթե լացեն կորսված մեկը միշտ ուրախ կլինի, որ իրենք տառապում են։ Դա բայց այդպես չի։ Աստված բոլորին ուզում է ազատագրի։ Ինչքան էլ ծանր, ինչքան էլ հարազատ մեկն է, ինչքան էլ երիտասարդ է կորուստը, բայց Աստված ուզում է ազատագրի։ Որովհետև այս կյանքը դաժան պատիժ չի այդ մարդու համար, նա պետք է ազատագրվի, դուրս գա ու շարունակի, լավ խոսք է, կյանքը շարունակվում է, եւ կյանքը շարունակվում է Հիսուսով, եթե Հիսուսով է Տիրոջ մխիթարությունը կգա ու զորավոր ձևով, անքննելի ձևով կազատագրի։ Որքան էլ զարմանալի է, կողքից եք զարմանանք ասեն, միթե։ Ու հաշվի չառնեք կողքից ինչ են խոսում։ Որովհետև մարդիկ կան հաշիվ են անում, հիմա կասեն, ես սքավոր մարդ եմ, տարիներ առաջ սուք եմ ունեցել, հիմա կասեն ժպտում է։ Լավ ինչ անես, դու էլ մեռնես, որ ուրիշներ ուրախանան։ Այնքան ենք ապրում շրջապատի համար։ Կարոտը նույնպես նեղություն է։ Շատերը կարոտում են, բայց մի հետաքրքիր խորհուրդ, երբ որ կարոտում ես մեկին, հեռու է։ Սկսի աղոթել, սկսի բարեխոսել։ Աստված յուրատուկ բաներ կանի, ես հավատում եմ։ Նախ կսկսի քեզ ամոքել ներսից։ Քո զգացմունքներին կսկսես դու ինքդ հաղթել։ Երկրորդը, նեղությունը լինում է հանուն մեր Աստծո Հիսուս Քրիստոսի։ Սա սուրբ նեղությունն է, որ աշակերտներն ունեցան։ Մենք տեսնում ենք Աստվածաշունչը լեցուն է նեղություններով։ Մենք տեսնում ենք մի յուրօրինակ պատմություն, երբ որ Ստեփանոսը երիտասարդ էր։ Գրված է Սուրբ Հոգու զորությամբ այնպես քարոզեց, գնացեք կարդացեք Գործք առաքելոցի մեջ, ասում է Սուրբ Հոգով առաջնորդված քարոզում էր։ Այնպես քարոզեց, որ այդ քարոզելու պատճառով քարկոծվեց մահացավ։ Հարց կառաջանա, Տեր, ինչի այդպես օծեցիր, այնպես քարոզեց Սուրբ Հոգով լցված, որ շատերը դառնացան, նեղացան ու քարկոծեցին, սպանեցին։ Պատասխանը գիտեք որտեղ է։ Պատասխանը շատ հետո ենք իմանալու, երբ որ երկնքում լինենք։ Որ Քրիստոսի անվան համար արժի չարչարվել,
Սա արժի, այս նեղության տեսակը ու արժի ունենալ։ Որտեվ հանուն Հիսուսի, Հիսուս ինքն էր ասել, ինձ հալածեցին, ձեզ էլ կհալածեն։ Ուրիշ խոսքեր ասեց, եթե դալար ճյուղին չխնայեցին, բա չորերին ինչ կանեն։ Եթե Աստծո որդուն խաչը հանեցին, մենք ինչով ենք առավել, սիրելիներ։ Քրիստոնեության անբաժան մասնիկն է նաև նեղությունը։ Հանուն Աստծո, հանուն Քրիստոսի, պետք է մենք արդար լինենք։ Չպետք է միայն քարոզենք, որ լավ կլինի։ Նույնիսկ լավ կլինին են նեղություն, հա՞։ Հիսուսի անվան համար։ Այստեղ նստած է մի եղբայր, որը որ առաջին անգամ ապաշխարել էր, առաջին խոսակցության ժամանակ ասեց, ես պիտի պատիվ ունենամ իմ տիրոջ համար չարչարվելու, նույնիսկ ծեծվելու։ Ասեցի, ես ինչ հետաքրքիր տեղից ես սկսել։ Նոր ապաշխարած մարդ։ Ընդհանրապես հետո են հասկանում։ Բայց ասի, եթե դու ստեղից ես սկսել, չգիտեմ հետո ինչ կլինի արդեն։ Սիրելիներ, երրորդը, ձեր ամրագոտիները ձգեք, որ ինձ բեմից չիջեցնեք։ Երրորդը, նեղությունը, լինում է մեր խելքից։ Մեր խելքից, հա։ Լինում է թե չէ։ Եղել է որ ասես Եղել է որ ուզում ես արդեն մի բան ասես, հետո չես ասում, ուրախությունից քեֆ ես անում։ Ինչ լավ է որ չասեցի։ Կամ ասում ես, ասեմ սիրտս թե չէ ներսս կպայթի։ Ու հետո նեղությունները սկսում են։ Ու տարիներ մնում ես դրա մեջ։ Ինչի ասեցիր։ Երբեմն սխալ դաստիարակությունից, երբեմն ծուլությունից, մեր խելքից է ծուլությունը, թե չէ։ Մարդիկ մեկ-մեկ մոտենում են աղոթքի։ Ասում են, կաղոթես այս հարցի համար։ Լուրջ եմ ասում, եթե թույլ տային մի դաս կանցկացնեի, ուղղակի ժամանակ չկա, ծուլության մասին, հասկանում ես, որ այս մարդը, որ եկել է հենց հիմա, ծուլության պատճառը որոշնված չի, ասում է աղոթի։ Հիմա ինչ անենք։ Հələ ասեք։ Անենց ուրախ կլինի, որ մեկը մոտենա, ասի, ուզում եմ աղոթես ծուլության դեմ։ Ես էլ հետդ միաբանվել եմ, տնից որոշած եկել եմ։ Հաղթանակ ենք ունենալու։ Բայց որ ասում աղոթի, ու դու տեսնում ես ինքը ծույլ, հələ աղոթի էլ, մի հատ էլի լավ աղոթի։ Հələ մի հատ էմոցիոնալ աղոթի, հələ ձեռդ դիր մի հատ, աչ ձեռ, ծախը դրեց այն օրը։ Լուրջ եմ ասում, թե չեն ասել, ասում ինչի ծախ ձեռը դրեց։ Լսի ինտեղ էլ էին կանգնած մարդիկ, ինտեղ էլ էին կանգնել, կներեք, որ երկու հատ ունեմ։ Լավ է, երրորդն ու չորրորդը չկա, ասես ձեռն ադրել, ժողովուրդ, կարևորը դա չի, կարևորը հավատքն է, դու ինտեղ նստած, հենց տեղում նստած, կողքինը, չգիտես էլ ով է, ասես սիրելիս, խնդրում եմ, հավատքով իմ համար աղոթ, ես ունեմ, դու ունես, հա, գնացինք, երկուս գումարած մեկ։ Ու միանգամից օրհնված կլինես։ Հավատքն է կարևոր։ Հավատքը երկար ձեռք է, որ բարձրանում է դեպի վերև։ Իսկ Տիրոջ ձեռքը չի կարճացրել վերևից իջեցնելու ներքև։ Ասա ամեն։ Հաջորդը, ասենք անկրթության, անուսության պատճառով, որ ուսում չի ստացել, չի էլ ուզում սովորի, ընդհանրապես գալիս է որ աղոթես։ Հիմա ինչ աղոթքով անգլերենի բառարանն է մտնում քո մեջ, որ լեզու իմանաս։ Գնացի եկեղեցի լեզու սովորած եկա։ Ժողովուրդ սուտ կլինի, պետք է սովորել։ Ասում է Հիսուս մանուկը աճում էր, զորանում էր։ Գրված է աճում էր, եկեք իրար հետ ասենք աճում էր։ Միանգամից չեկավ Հիսուսը ընենց ոնց որ կար իր փառայեղ այդ կերպարանքով, եկավ սովորած բրծացում հարցեր էր տալիս քահանաներին։ Արդար լինի, երեխա է, պիտի աճի։ Շատ ես ուզում այդ աղոթքի ժամանակ ասես սովորեիր եղբայր կամ քույր։ Եկեք մեր անձերի վրա իրոք կենտրոնանք, տեսնենք ինչ ունենք, այդ նեղությունը ինչի համար, արմատ քննենք։ Առանց արմատ քննելու մեկ էլ սկսում ենք մտածել, փնովել, էս անել են անել։ Սիրելիներ, կոչ աշակերտ, աշակերտ։ Կոչ աշակերտներին, ուսանողներին։ Չէ, դպրոցական եւ համալսարանական ինստիտուտ, տենց ոնց որ քիչ են, հա։ Բայց կան, փառք Աստծո, ընդեղ են նստած, աշակերտական թևն է։
Սիրելիներ, սովորեք, լավ սովորեք։ Սովորեք մեզ դիտող աշակերտներ եւ ուսանողներ, նկարողն էլ աշակերտ ուսանող։ Սովորեք, մասնագիտություն ստացեք։ Հետո ձեր մասնագիտությունով կաշխատեք։ Հիսուս Քրիստոսը պատկերացնում եք, մինչև իր բուն հոգևոր ծառայության մեջ անցնելը ատաղծագործ էր ու ատաղծագործի որդի, Հյուսնի որդին էր։ Առաջի Պետրոս 2-րդ գլուխ 18-ից 25 խոսքերը, տեսեք։ Ծառաները հնազանդ լինեն տերերին, ամեն վախով, ոչ միայն բարիներին եւ հեզահոգիներին։ Շատ ուշադիր լսեք, ով աշխատում ինչ որ մեկի մոտ, որ ղեկավար ունի, ձերք բարձրացնեն այդ մարդիկ։ Երբ բոլորս, հետո պատասխանատու չունի, տեսնես։ Հեզահոգիներին, բայց ժանտաբարոներին էլ, այս ինչ բառը գրած, տեսնում եք։ Ժանտաբարո, դաժան մարդու։ Եթե դաժան մարդու մոտ ես աշխատում, շատերը գալիս են ասում են, «Էլ չեմ դիմանում»։ Երևի Աստված ուզում է, որ դուրս գամ։ Ասում եմ, ժանտաբարոն փրկվեց։ Չէ, հələ չի փրկվեց, փրկի դուրս արի։ Էլ փրկելուց հետո լուր դուրս գաս։ Որովհետև սա շնորհք է, եթե մեկը դեպի Աստված ունեցած խղճ մտանքով նեղությունների համբերի անիրավ տեղը։ Անիրավ տեղը։ Անիմաստ տեղը, անարդար տեղը, քեզ վիրավորում է, ինչ որ մեկն բան ասում։ Ասում է, շնորհք է դա։ Հալելույա։ Շնորհք է, որ քեզ անիմաստ տեղը ինչ որ վիրավորում են։ Գրված է, ասում է, ժանտաբարոներն էլ։ Վասնզի ինչ գովասանք է, եթե մեղանչեք նրա համար ծեծվեք։ Մեղանչելիս ծեծ ես կերել։ Ու համբերեք, այլ եթե բարիք գործեք եւ նրա համար չարչարվեք ու համբերեք, դա շնորհք է Աստծուց։ Մեր մտածելակերպն ճկրտում ենք մենք հիմա։ Որովհետև դուք հենց այդ բանի մեջ կանչվեցիք, որ Քրիստոս էլ չարչարվեց եւ ձեզ էլ օրինակ թողեց, որ նրա հետքերին հետևեք, որ մեղք չգործեց եւ նենգություն չգտնվեց նրա բերանում, որ նախատվելիս փոխարենը չէր նախատում, չարչարվելիս չէր սպառնում, բայց դատաստանն հանձնում էր արդար դատավորին, որ ինքը մեր մեղքերը իր մարմնում խաչապայտի վրա բարձրացրեց, որ մեղքերից հեռանալով արդարության համար ապրենք, որ նրա խոցերով, նրա վերքերով բժշկվեցիք։ Ամեն, որովհետև մոլորված ոչխարների պես եք, բայց հիմա դարձաք դեպի ձեր հոգիների հովիվը և տեսուչը, այսինքն Հիսուսը։ Հզոր խոսք, ժողովուրդ խոկալ է պետք, մոտորել է պետք այս խոսքի վրա։ Թողնել, որ այս խոսքը իրավ գործի մեր կյանքի մեջ։ Գա օծություն դժվար ժամանակներում դիմանալու, համբերելու, որովհետև ասում են նեղության մեջ եթե համբերես, դա շնորհք է քեզ, ու դու համբերում ես Տիրոջ շնորհքով։ Քո ուժով ու զորությամբ չէ, այլ Տիրոջ շնորհքով։ Երբ որ գալիս է, որ թվում է թե քո ուժերը սպառվեցին, ասում ես Տեր Աստված, ժամանակը եկել է, որ քո շնորհքը ել ավելի ուժեղ գործի, որտեղ շնորհքը միշտ կախված է քեզ վրա։ Դա Տիրոջ զորությունն է։ Օրհնվում ենք թե չէ։ 4-րդը նեղություն, որ լինում է, որ մենք աճենք։ Սա մի հետաքրքիր նեղության տեսակ է, որ երբեմն ծնողների մոտ տեսնում ես մի ցանկություն, որ ուզում են երեխաներին ազատեն այդ նեղությունից, բայց երեխաները այդ պահին կանչված են այդ նեղության մեջ լինելու, որ աճեն։ Միշտ չի, որ պետք է դու քայլես երեխայի համար։ Թողնես ինքը քայլի։ Երբ որ երեխան սկսում է քայլել, հիշում եք այդ պահերը, որ մենք թույլ ենք տալիս, մի հատ էլ ընկնի, որ իմանա, որ ընկնել էլ կա, հետո կամաց ինքը չի ուզում ընկնի ու սկսում է քայլել։ Ով է հիշում Բոժոժի օրինակը։ Մի պատմություն, որ մի երեխա տեսնում է, որ թիթերը ուզում է արդեն դուրս գա։ Բայց ժամանակ է պետք է։ Ասում է օգնեմ խեղճին։ Վերցնում է, շատ արագ օգնում է, լավություն է անում իբր թե, և թիթերը դուրս է գալիս, ժամանակից շուտ։ Ուստի, այդ նեղության մեջ չանցնելու պատճառով իր թևերը մնում են փոքր, իսկ մարմինը մեծ, իսկ այդպիսի թիթերը կարա թռնի, երբեք ոչ։ Ուստի պետք է թույլ տար, որ աճեր այդ թիթեռնիկը, աճեր, զորանար, թևերը մեծանային ու կարողանար թռներ։ Նույնպես
Հավկիտի մեջ եղած ճուտիկը մի երեխա փորձում է օգնի 18-րդ օրն արդեն մի քիչ անց կա արդեն բացվել փորձում է բացի 21-րդ օրը պետքա դուրս գա բայց 18-րդ օրը լավություն է 3 օր լավություն անես իրեն դուրս է գալիս կտուցը դեռ չամրացած էլ չի կարողանա կերակուր ուտի եւ դրա պատճառով կսատկի բաներ կա որ մեր համար են Հավատացեք, Սուրբ Հոգով եթե առաջնորդվես նույնիսկ երբեմն կիմանաս, որ այս մարդուն լավություն անել պետք չի, որովհետև եթե լավություն ես անում, մնում աղքատության մեջ։ Հիմա չեմ ասում, որ դաժանանանք։ Սիրելիներ, մենք բարի մարդիկ պետք է լինենք, բայց եթե Աստված առաջնորդում, որ չանես, չորթեգրես, դարձնես, ոսկրանաս, դրա մեջ մնաս։ Մյուսը, 5-րդը Հարցակում սատանայի կողմից, անսպասելի, այս նեղությունը արդեն ուրիշ է, որ ամեն ինչ նորմալ է, բայց մեկ էլ տեսնում ես հարցակում է, ճիշտ է մենք անպայման փորձում ենք ասենք, տեսնես բաց դուրը որտեղ էր, և բաց պատուանը էի թողել, դուրը բաց փակել էի, բայց պատուանը թողել էի, լսեք, որոշումներ կան, ծրագրեր կան, որ սատանան անում ու փորձում հարցակվի, ու մենք պետք է իմանանք ինչ անենք, գրված է, Հնազանդվեք Աստծուն, նրա ձեռքի տակ եւ հակառակ կացեք սատանային եւ նա կփախչի ձեզանից։ Մենք մենակ երկրորդ մասն ենք, լավ անգիր սովորել։ Հակառակ եմ կանգնում քեզ։ Լսի թե դու անհնազանդ մարդ ես ինչքան ուզում ես ատոմները ցենց արած հակառակ եմ քեզ սատանա հեռացի ինձանից։ Խնդրեմ քույրիկս գա նվագի։ Մի օր հետաքրքիր պատկեր աչքիս առաջ եկավ։ Այս դավանությունների հետ կապված, որ մենք քրիստոնյաներով սենց արագ դավանում ենք, չէ՞, ամեն բան կարող եմ ինձ Քրիստոսով սենց արագ ասում ենք սենց։ Անգիր սովորել ենք այդ տեղեր, որ մեզ ձեռ է տալիս։ Բայց մեկ էլ մի քիչ հետո սրտից եկած, ահա, սենց ջիգարով հարազատ մարդեր ինձ ջիգարով մի հատ բան ասեց, ասեց սենց էլ կլնես, երիկամս, մամայիցս տենց ժառանգեցի, տենց էլ եկավ, կպավ ինձ, ես տենց էլ գիտեի, չեք պատկերացնում ինչ հավատք էր դուրս գալիս։ Դա է հավատքը, ոչ թե որ ասում, ես բժշկացեմ Հիսուսի վերքերով բժշկում, ասեց շուտ ասելուկի պես պրծավ, դա հավատք չէր, ժողովուրդ։ Հավատք այն ջիգարով ասածներ, որ ինքը խոր տարիների 60-ամյա տենց համոզմունք ունի, որ դա եկել կպել է իրան ու պիտի տենց էլ լինի։ Դա իսկական դավանությունն էր։ Այդպես պետք է լինի, ամեն բան կարող եմ ինձ զորացնող Հիսուսով, որ միամիտ ներսիցը դա թռնի, եթե դա թռնի կլինի։ Մի ծառայող հետաքրքիր բան ասել, ասում է, գիտեք ոնց պետք է Աստծո խոսքի շուրջ խոկակ, լավ բաների շուրջ, որ ձեր կյանքում պիտի լինի, աղոթքի շուրջ եւ այլն, լավ դավանանքներ, ասում է, ոնց որ դարդ եք անում այդ այնց։ Մենք հո դարդանել գիտենք։ Բոլորս դարդի ֆակուլտետը գերազանց ավարտել ենք մենք։ Այդ այնց, եթե մենք կարողանանք իրոք այսպես խոկանք, այսպես հասկանանք Աստծո ճշմարտությունը, ինչպես որ մի անգամ ասում եմ բժշկվել եմ, չեք պատկերացնում, ոչ թե աղոթքով, այլ ուղղակի Սուրբ Հոգուց ներսից եկա, որ մտածիր Աստծո բարության մասին։ Լսեք, սարսափելի վիճակում եմ, մտածեցի Աստծո բարության մասին, երևի մի 2 րոպե, կնոջս արջև է տեղի ունեցել։ Այսպես խոկացել եմ, աչքերս փակ, չեմ աղոթել, Տեր, բժշկի, էս արա, այն արա, չիլնի, սարսափելի է, կինը սղի է, հիմա մենք պետքա ճամփորդենք այս ճամպրուկները, ինչ անեմ։ Ուղղակի աղոթեցի ու ասեցի ներսումս, Տեր դու բարի ես, դու ամեն բան գիտես, ես վստահում եմ քեզ, դու բարի ես, բայց Աստված բարի է, բացվեց ներսս, որ ինքը բարի է։ Դրիվ ցավ անցավ, բժշկված Լիբանանից եկա Հայաստան։ Հարցակումը, չգիտեմ պատճառը։ Ուրեմն, նեղության մեջ մենք զորանում ենք։ Ասենք ամեն։ Մյուսը, նեղության մեջ մենք ավելի կախված ենք լինում մեր Աստծուց, մեր Արարչից։ Ցավալի է, բայց մեկ էլ ասում են, պարտադիր անգներ նեղության մեջ նոր Աստծուն դիմեիր։ Բայց փորձը ցույց է տալիս, որ նեղության մեջ եղող մարդ ավելի կախյալ Աստծուց։ Այ եթե լայնության մեջ էլ Աստծուց կախված լինենք, երևի չմտնենք այդ նեղության մեջ։ Դա էլ է մեր խելքից։
Գիտեք, հետաքրքիր հայտնություն, որ ստացա, որ ես ինքս ծնկի գամ, որ կյանքը ինձ ծնկի չբերի։ Ծնկի արի Աստծո առջև։ Ծնկի արի Աստծո առջև, որ կյանքը քեզ չբերի ծնկի։ Գիտեք, շատերն են, հետո գնում ես, քարոզում ես, հələ դեռ կանգուն է, այս վիճակի մեջ է, արձանի պես է։ Վեհորեն ասես կանգնած է։ Քարոզում ես, մեկ էլ անցնում է երկար ժամանակ, արդեն կռացած, ծնկի եկած, փոխաբերական իմաստով, ծնկի եկած կանչում ասում է, այն 10 տարի առաջ էլ ասա, այդ ինչ է իր ասում, ոնց որ լավ բան է իր ասում։ Ինչի համար ինքնակամ ծնկի չգանք մեր Տիրոջ առջև որպես խոնար մարդիկ, այլ սպասենք կյանքը մեզ ծնկի բերի։ Եթե սպասենք հաստատ կբերի։ Այս կյանքը վերևում կարդացինք ինչերով է լեցուն։ Երրորդը, նեղության մեջ մարդն ավելի բաց է լինում Աստծո համար։ Այդ ժամանակ Աստծուն մեր կյանքի մեջ խառնվելու ավելի հնարավորություն ենք տալիս, որ Աստված խառնվի, որտեղ նեղության մեջ ես։ Պետքա դուրս գաս, աղաղակում ես։ Մյուսը, մենք կարող ենք մեր փորձառությունով մարդկանց օգնել, քանի որ արդեն անցել ենք դրա միջով։ Նեղության մեջ մենք փորձառություններ ենք ձեռք բերում։ Մյուսը, մեր մեջ ձևավորվում են հոգու պտուղները, հոգու պտուղը, մասնավորապես համբերություն, երկայնամտություն, ժուշկալություն, դու նեղություններով անցած մարդ ես։ Օրինակ շատ է եղել, որ ընկերների մեջ մեկ էլ հասկանում ենք, որ այդ մի ընկերը չի կարողանում մի բան անի, մեկ էլ ասում ենք, ոնց է երևում բանակ չի ծառայել։ Մի անգամից զգացնել է տալիս։ Այդ նեղություններով անցած մարդը ուրիշ ձևի է վարվում։ Հռոմայացիների 5-րդ գլուխ 1-ից 5 խոսքերը։ Արդ մենք հավատքով արդարացած լինելով Աստծո հետ խաղաղություն ունենք։ Մեր Տեր Հիսուս Քրիստոսի ձեռքով։ Ինչ ունենք։ Խաղաղություն ձեզ, որով ընդունեցինք հավատքով այս շնորհքի մեջ մտնելն էլ, որ նրանում կանգնած ենք եւ պարծենում ենք Աստծո փառքի հույսով։ Լսի, նեղության մեջ կարելի է պարծենալ Աստծո փառքի հույսով։ Եվ ոչ միայն այսքան, այլ նեղությունների մեջ էլ պարծենում ենք։ Ո՞վ է նեղությունների մեջ պարծենում։ Ոնց ես պարծենում, հետաքրքիր է։ Պետք է Աստծով պարծենաս, ոչ թե գլուխ գովաս, որ նեղության մեջ ես, այլ Աստծով պարծենաս, քեզ նեղություններից հանողով պարծենաս, որի անունը Տերերի Տեր Հիսուս Քրիստոս, որ անցավ նեղությունների մեջով եւ հաղթանակ տարած Աստված է։ Խնդրեմ, որ փառաբանության խումբը գա։ Նեղությունների մեջ էլ պարծենում ենք, գիտենալով, տեսեք ինչ բանաձև է, սա ոնց որ մեր հոգևոր մարզանքը լինի։ Նեղությունը համբերություն է գործում, համբերությունը փորձառություն, փորձառությունը հույս։ Ով է ուզում հույս, տեսեք որտեղից է սկսում, արմատը նեղությունն է, որովհետև դու անցնում ես արդեն, հույսն էլ չի ամաչեցնում, որովհետև Աստծո սերը փռված է մեր սրտերի մեջ, Սուրբ Հոգու ձեռքով, որ տրվեց մեզ, որովհետև երբ որ մենք դեռ տկար էինք, Քրիստոսը մեզ համար իր ժամանակում ամբարիշտների փոխարեն մահացավ, երբ որ տկար էինք, երբ որ չէինք կարողանում, երբ որ դժվար էր, երբ որ մենք նեղությունների մեջ ենք, այդ ժամանակ արդեն Հիսուս Քրիստոսը մեզ համար մահացավ, մեր փոխարեն մահացավ։ Սիրելիներ, հավատացեք, մարտահրավեր եմ անում, ստուգեք, չկա այդպիսի հավատք, որի առաջնորդը հենց ինքն է, փորձված, ընտիր գտնված, ամեն փորձություններով անցած եւ նոր է դառել առաջնորդ։ Քրիստոնեությունը դա կարող էր չանցնել, շատերը չեն էլ հասկանում։ Ես մի օր մեկին, ով որ չէր հասկանում, ասում էի, լսի, մեկը իրավունք ունի դատելու, որ ինքը անցած է։ Իսկ ով է անցած։ Մեր Տերը։ Գնացեք այդպիսի հավատ գտեք, չեք էլ գտնի։ Ժողովուրդ, մահն ու կյանքը ում ձեռքն են։ Այստեղից Աստծո էլ լսեցի, ուրիշ տեղերից լեզվի էլ լսեցի։ Կարդում եմ ճիշտը։ Մահն ու կյանքը լեզվի ձեռքն են։ Նրան սիրողը կուտի նրա պտուղը։ Ում ձեռքն են։ Լեզվի, ինչ ենք մենք խոսում։ Նոր ասեցի, չէ՞, որ ներսից ցենց գալիս արդեն լցված հավատք կա, կուտակված հավատք կա, որ վերածվում է դավանանքի։ Այ դա է իսկական դավանանքը։ Ոչ թե շուտ ասելուկը։
Խոսիր լեզվով կյանքեր։ Եվ ոչ թե մահ։ Ինչա պատտվում քո լեզվով։ Ոնց է զարգացած քո լեզվի ողնաշարը, որ ողնաշար չունի։ Ոնց է հեշտությամբ պատտվում։ Իրավիճակը, որ գալիս է լեզուդ, ոնց է պատտվում։ Մարզված լեզու է, թե չէ։ Դու գիտեք, որ մենք մեր լեզուն պիտի մարզենք։ Ոնց։ Այստեղից լիքը բան լեցնենք, որ հետո հենց իրավիճակը գա ներսիցը թռնի ուղակի։ Այդ մարզված լեզուն պատտվի, այն որ ասում են ոսկոր չունի։ Պատտվի ու լավ բաներ խոսա ու կլինի։ Այ դա է իսկական դավանանքը, որ գալիս է ներսից, որի արմատները Տիրոջ խոսքն ու հավատքն են։ Ամեն։ Մի հետաքրքիր երազ, որ եղբայրներից մեկն էր տեսել ու ինքը լիքը խնդիրներ ուներ։ Ասում է, երազ տեսա, դիմացս փոքրիկ sense հող է։ Ոնց որ մի փոքրիկ պարտեզ լինի։ Աջ կողմումս կանգնած է սպիտակ մեկը, երեսը չեմ տեսնում։ Ձախ կողմն էլ կանգնած է սև մեկը։ Ասում է, հասկացա, որ չար հոգի ու բարի հոգի է, հրեշտակ ու դև, ասենք։ Ասում է, երկուսն էլ սպասում էին ինձ։ Ասում է, սկսեցի խոսել, երազա դա։ Սկսեցի խոսել, իմ բերանից բան դուրս եկավ, հենց բան դուրս եկավ, ընկավ գետնին, այդ հողի մեջ ու սկսեց աճել։ Ասում է, որ վատ բան էի խոսում, ձախ կողմինն էր ուրախանում, որ լավ բաներ էի խոսում, լավ սերմեր ընկնում այդ հողի մեջ, հրեշտակն էր ուրախանում։ Սա մեր աչքի առջև թող լինի, այնքան խորհրդապատկեր ունի, որ լավ բաներ խոսենք, որովհետև սպասում են մեր խոսքին։ Չեմ սխալվի, եթե ասեմ սատանան մեր մտքերը չի կարդում, սիրելիներ, իրավիճակ է ստեղծում, որ խոսաս իմանա ինչ ես մտածում։ Աստված ամենագետը գիտի, բայց սատանան իրադարձությունները, ճիշտ է, թելեր ուղարկում է, թելերով, նետերով ինչ որ կրակի մտքեր ուղարկում է, բայց ինքը քո մտքերը լիարժեք չի կարդում։ Դա դու կմատնես քեզ։ Հովանես 14:1-3 Եկեք ոտքի կանգնենք։ Ձեր սրտերը թող չխռովեն։ Աստծուն հավատացեք եւ ինձ հավատացեք։ Իմ հոր տանը շատ բնակարաններ կան։ Ապա թե ոչ, ես ձեզ կասեի գնում եմ ձեզ համար տեղ պատրաստելու, եւ եթե գամ եւ ձեզ համար տեղ պատրաստեմ, դարձյալ կգամ եւ ձեզ ինձ մոտ կառնեմ։ Որ ուր որ ես եմ, դուք էլ լինեք։ Եվ որտեղ որ գնում եմ, գիտեք, և ճանապարհը գիտեք։ Ինչքան հետաքրքիր է, որ գրված ճանապարհը գիտեք։ Նոր բան չի ցույց տալիս։ Մենք շատ լավ գիտենք, որ Հիսուսն է ճանապարհը։ Դեպի երկինք, ուրիշ ճանապարհ չկա։ Սա շատ լավ պետք է մենք հասկանանք, եւ հենց դրա պատճառով մեր սրտերը թող չխռովեն։ Մեր սրտերը թող չխռովեն, ինչքան էլ խնդիրների մեջ լինենք, ինչքան էլ մենք նեղությունների մեջ լինենք, մենք շատ լավ պետք է հասկանանք, դրանք բոլորը ժամանակավոր են։ Եկեք ամեն ժամանակ հավիտենության տեսանկյունից նայենք մեր նեղություններին։ Ունենք խնդիրներ, միգուցե արդեն այնպիսի խնդիրներ, որ լուծել հնարավոր չի, բայց ունենք հավիտենություն, այդ տեսանկյունից նայի, որ դու բնակարան ունես երկնքում, Հիսուս ասեց գնում եմ ձեզ համար տեղ պատրաստելու։ Հավիտենական բնակարաններ։ Այն ամենամեծ տխրությունը, նեղությունը, որ գալիս է, որ հիշես երկինք ունես, Հիսուս ունես քո կյանքում, փառք ես Տեր։ Փառք ես, քո անվանը լինի փառք Տեր։ Ինչքան են նեղության անուններ լինեն մեր կյանքում, ինչքան էլ հիվանդության անուններ լինեն մեր կյանքում, ինչքան դժվար իրավիճակներ, գոռոզացող իրավիճակներ, ինչքան էլ բարդ մտքեր, տանջող մտքեր ունենանք, քո անունն ունենք, որ կարող ենք կանչել։ Ես գիտեմ անունն, ես գիտեմ անունը նրա, ես գիտեմ անունը Հիսուսի անունը ես գիտեմ անունը ես գիտեմ անունը ես գիտեմ անունը Հիսուսի անունն է խնդրում եմ սիրելի Աստծո զավակ, սիրելի Աստծո դուստր, հենց հիմա աղոթքի մեջ ուղղակի Տիրոջ լույսը խնդրես, Տիրոջ լույսի ներքո
Սկսես տեսնել անուններ, նեղության անուններ, տեսակներ, որոնք որ քո կյանքում գոռոզանում են։ Ու հիշես Տիրոջ անունը ու կանչես Տիրոջ անունը, որովհետև Տիրոջ անունը, Հիսուս անունը արդեն իսկ աղոթք է, կարճ աղոթք, Հիսուս փրկիչ, մեր Տեր, գթառատ, ողորմած, սիրող Աստված, Հիսուս, կանչում ենք քո անունը, ամեն խնդիրների, ամեն նեղությունների վրա Հիսուս, Հիսուս, թող լույսը սփռվի Տիրոջ ամեն այդ իրավիճակների վրա Հիսուսի անունով։ Կարծյոք աշխարհի մեջ մի անուն, որ կարող լինի բարձրացնել ընկածի, կարծյոք աշխարհի մեջ մի արյուն, որ կարող լինի մաքրել մեղքերն իմ կյանքի, ես գիտեմ անունը այն, ես գիտեմ անունը այն, դավանիր, ես գիտեմ անունը այն, Հիսուսի անունն է այն, ես գիտեմ անունը այն, ես գիտեմ անունը այն, ես գիտեմ անունը այն, Հիսուսի անունն է այն, դու կանչիր անունը այն, դու կանչիր անունը այն, դու կանչիր անունը այն, Հիսուսի անունն է այն, դու խնդրիր արյունը այն, դու խնդրիր արյունը այն, դու խնդրիր արյունը այն, Հիսուսի արյունը այն, դու կանչիր անունը այն, ամեն անուններից վեր, դու կանչիր անունը այն, դու կանչիր անունը այն, Հիսուսի անունն է այն, թող Հիսուսի զորավոր անունով հենց հիմա նախ եւ առաջ շտապողականության մթնոլորտը ծրվի Հիսուսի անունով, ոչ թե առաջնորդվենք կրոնով, այլ առաջնորդվենք Սուրբ Հոգով, որ հենց հիմա Սուրբ Հոգին շրջում է այս վայրով, թույլ տուր նրան քո հավատքով ու սիրով, քո հոշարությունով, որ անցնի քո անձև ու դատարկ տեղերով, որտեղ որ ունես նեղություններ, որտեղ որ ունես չորացած տեղեր, անապատներ, տարբեր քո բնակավարներում, կանչիր Հիսուսի անունը, հռչակիր նրա ամենագետ եւ ամենազոր անունը, հաղթանակած անունը, կապ չունի ինչ խնդիրների մեջ ես, կապ չունի ծառայող ես, նորահավատ ես, նոր ես Աստծուն ճանաչում, կապ չունի, կանչիր նրա անունը ամեն անուններից վեր է, պապանձեցնող է ամեն գոռոզացող անունների։ Հերերենդրոսի անդախենդա, հելեպրոս սանտիա լեխեդոշ շեպեդա, մելերիա սանտրադոս սեկենտո։ Նրա հավիտենական խոսքն ասում է, ով որ կանչի նրա անունը կփրկվի։ Նրան հպվողը, նրան անգամ մակերեսայնորեն հպվողը բժշկվեց արյունահոսությունից, որովհետև մտքում որոշեց, հավատաց, վստահեց ու քայլ կատարեց, գնաց ու հպվեց, ասելով, որ մի հպում ունենամ կապրեմ, մի հպում ունենամ կբժշկվեմ, ու հպում ունեցավ։ Այսօր քո հերթն է, որ քո ձեռքերը բարձրացնես դեպի վեր ու կանչես նրա բժշկարար զորավոր անունը, անդունդից բարձրացնող անունը, ընկածին վեր հանող անունը։ Օ փառահեղ Տեր,
Փառքով հեղեղված Տեր Հիսուս Ես գիտեմ անունը Ես գիտեմ անունը Ես գիտեմ անունը Հիսուսի անունը Ես գիտեմ անունը Ես գիտեմ անունը Ես գիտեմ անունը Հիսուսի անունը Տեր Հիսուսի անունով թող պապանձվի թերահավատության, անհավատության հոգին, որ երբ որ պաշտամունքը վերջանա, մարդիկ չասեն անցավ, այլ ասեն սկսվեց իմ հրաշքների շրջանը, սկսվեց դուրս գալու շրջանը, սկսվեց իմ ելիցը, ժամանակն է ելիցի, որ դուրս գամ նեղության տնից, իմ Աստծո կանչով, որ ասում է դուրս արի, ելիր, ինչպես որ Հիսուսը աղաղակեց Ղազարոսին գերեզմանի քարերի ետևից ասեց դուրս արի մեռած մարդուն այն էլ 4 օրվա փտած մարդուն աղաղակեց ասելով դուրս արի պատանքներով դուրս եկավ եւ Աստված փառավորվեց այդպես էլ դու պետք է ելից ունենաս քո բոլոր նեղության իրավիճակներից Հիսուսի զորավոր անունով եւ վկայես պատմես փառավորես Տիրոջը Թող փառավորվի Հայրը Որդին եւ Սուրբ Հոգին օրհնյալ է նա Հավիտյանը Սավիտենից ամեն Հավատացեք երկնքում ցնծությունը երկնքում ուրախությունը որովհետև օծությունն է գալիս երկնքից, բժշկում, մխիթարում, բարձրացնում, ոմանց հենց հիմա նույնիսկ, տեղում նույնիսկ, դու վերապրում ես արդեն քո հրաշքը։ Հալելույա։ Վերջերս շատ հետաքրքիր ուղղակի Աստված խոսեց այդպես մի երիտասարդ եղբոր միջոցով գիտեք մազերս էի կտրում նրա մոտ մեր եղբայրներից է օծված եղբայր ասեցի ծերանում ենք երևի սև մազեր արդեն փոքրամասնություն են այդպես ասեցի գիտեք մեկ էլ ինչ ասեց ասեց ինչ լավ է որ ծերանում ենք դա լավ է ասի ոնց ասեց շատերը չեն ծերանում շատերը երիտասարդ մահանում են ուզում եմ մխիթարվեք եթե ծերության նեղության մեջ եք մխիթարվեք որովհետև իրավ Աստծուց էր որ մարդիկ որ մեծանում են տարիքն առնում են սկսում են նեղվել ժողովուրդ մի քայլ դեպի Աստված Եվս մի քայլ մոտենում ես Աստծուն, որովհետև շատերը չեն ծերանում։ Այդտեղ ես հասկանում, փաստորեն ծերությունն էլ է օրհնություն, դրա համար ասում եմ, ծերությունն նրա փառքն է։ Եկեք ուրիշ ձևով դատենք, մեզ մտքի նորոգություն է պետք, մենք պետքա փոխվենք, մեր մտածելակերպը պետքա փոխվի։ Բարդ է հասկանալ երբեմն։ Աստված տարբեր կերպերով խոսում է մեզ հետ։ Չսպասած տեղերից խոսում է մեր հետ։ Մխիթարում է մեզ, բարձրացնում է մեզ։ Մի մնացեք նեղությունների մեջ, սիրելիներ։ Անցնում եք նեղությունների միջով, Հակոբոսն ասում է, ուրախություն համարեցեք, եղբայրներ, երբ որ կերպ փորձությունների մեջ ընկնեք, իմանալով որ ձեր հավատքի փորձառությունը համբերություն է գործում։ Իսկ համբերությունը թող կատարյալ գործ ունենա, որ կատարյալ եւ ամբողջ լինեք, եւ ոչ մի բանի ուզեմ որ ստեղ գրվի։ Պակասություն չունենաք։
Ոչ մի բանի պակասություն չունենաք, փաստորեն նեղություններով սկսվում է, վերջում ասում է պակասություն չունենաք։ Միթե հրաշալի չի։ Միթե հրաշալի չի, որ դուք անցնում եք դրանով, գնում ուրիշին էլ հանում եք։ Այս բաները խոսեցի ձեզ հետ, որ ինձանում խաղաղություն ունենաք, աշխարհում նեղություն կունենաք, բայց քաջացեք, ես հաղթել եմ աշխարհին։ Մեր Տերը, մեր հավատքի հերոսների հերոսը, Հիսուսը, նա ասեց, քաջացեք, ես հաղթեցի աշխարհին։ Հիմա եւս մեկ հաղթանակ ենք մենք ունենալու։ Այդ հաղթանակն էլ են քրճակելու։ Այն մարդիկ, ովքեր որ առաջին անգամ են կամ հավատքի մեջ առաջին քայլերն են անում, խնդրում եմ, եկեք առջև մենք ձեզ համար աղոթք կանենք։ Ես գիտեմ անունը, ես գիտեմ անունը, ես գիտեմ անունը, Հիսուսի անունն է այն։ Այս անվան զորության ներքո եկեք առջև ու մենք ձեզ համար աղոթք կանենք։ Այս անունը իր ամբողջական զորությունով կթափանցի ձեր սրտերի մեջ, եթե աղաղակեք, եթե կանչեք Հիսուս անունը։ Փառք քեզ Տեր, փառք քեզ ամենակարող Աստված։ Եթե մեկը Հիսուսին իր կյանքում Տեր չի ընդունել, արի առջև։ Սա քո համար ստեղծված օր է, որ դու ընդունես նրան քո կյանքի մեջ որպես Տեր ու Փրկիչ։ Հիսուսի անունը այն, ես գիտեմ անունը այն, ես գիտեմ անունը այն, ես գիտեմ անունը այն, Հիսուսի անունն է այն, դու կանչիր անունը այն, դու կանչիր անունը այն, դու կանչիր անունը այն, Հիսուսի անունն է այն։ Փառք քեզ Տեր։ Շնորհակալություն սիրելիներ, որ քայլ արեցիք եւ եկաք առջև։ Շնորհակալություն դեռ գալիս են։ Համարձակ եկեք դուք այսօր Տիրոջն ընդառաջ քայլ եք անում։ Ես ասեմ, ինչի համար եք դուք այստեղ։ Ձեզ հետ կիսվեմ։ Ձեր համար շատ կարևոր օր է սա։ Գիտեք, մեր անձը, մեր հոգի շունչ մարմինը, մարդը նման է մի տան, որտեղ կարա լինի դասավորված, որտեղ կարա լինի, կներեք այս արտահայտության համար, կարա ներսում լինի փնթի, որ գիտեք, ոչ մի բան իր տեղում չի, խառնված, քաոս։ Մենք գիտենք, մեր ֆիզիկական տներում, երբ որ հյուր ենք ընդունում, ժամանակ առ ժամանակ չենք հասցնում հարդարել, ասում ենք, վերցնենք մի հատ բառ կա, ասում են, վերցնենք այնքան, որ միտեղ սենց խորճկենք մնա անտեղ, մինչև որ անցնի վտանգ, այսինքն հյուրը գա անցնի, գալիս գնում է, ու ասում ենք դե լավ է, վсё, գնաց։ Այսինքն չես կարող վարվես քո Տիրոջ հետ։ Նա ամեն ինչ տեսնում է։ Մենք ունենք ամենատես Աստված։ Նա գիտի մեր ներսում ինչ է կատարվում։ Եթե ուզում ես, որ քո ներսի քաոսը վերանա, քո ներսը դառնա Աստծո տուն, որովհետև իրականում մեր Աստված, ասում է, քարե տաճարների մեջ չի բնակվում։ Քարե տաճարներ, Աստծո խոսքից եմ ասում, Աստվածաշնչից, նա ուզում է մեր մեջ բնակվի այստեղ։ Ինչքան էլ մենք քրիստոնյա տեսք ունենանք, բայց Աստված մեր ներսում չլինի, ոչինչ ենք մենք, դատարկ տեղ ենք։ Կարևորը Հիսուս լինի ստեղ։ Դու այսօր կանչելու ես Հիսուսին այստեղ, քո տան մեջ, քո ներսի տան մեջ։ Ասելու ես Հիսուս արի։ Եղիր այս տան Տերը։ Եղիր իմ Տերը, որովհետև եթե Հիսուսին Տեր չընդունես, փրկություն չունես։ Իզուր չի մեր Տերը խաչվել։ 2000 տարի առաջ այդ ճանապարհն ընտրեց, Աստվածը մարմնացավ, որ անցնի չարչարանքներով, ինչի համար, որ մենք դժոխք չգնանք, որ մենք պատկանենք նրան։ Շատերը Հիսուսին կասեն փրկի, այս կյանքի իրավիճակներից, բայց առաջին հերթին թող նա փրկի մեզ դժոխքից։
երկնային բանտից, որտեվ դժողքը երկրի վրա չի, ինչքան էլ նեղություն մենք ունենանք այս աշխարհի վրա, ավելին կա, սարսափելին կա։ Մենք խուսափում ենք դրանից, բայց ոչ թե ուղղակի մեր շահի համար, որ խուսափենք դրանից, չէ, այլ որ սիրում ենք նրան, ով է Հիսուսին սիրում։ Սիրելիներ, առաջին անգամ միգուցե կարող եք քայլ եք կատարում, բայց Հիսուսին սիրում եք, չէ։ Նրա սիրո համար, որ տունդ հյուր ես կանչում, սիրում ես, որ կանչում ես, ասում ես արի, մի քիչ եմ մնա։ Հիսուսին հավիտյան կանչի, նա հյուր չլինի, թող դա դառնա քո տան տերը, հավիտյան։ Ասա ես չգիտեմ, հիվանդացել եմ, չգիտեմ, տան տերը գիտի, ժողովուրդ ձեզ էլ է վերաբերվում, տան տերը գիտի ինչ անի։ Հիսուս ջան ներսում հարդարի, ինչ որ մի բան են չի։ Իմ կյանքում ինչ որ մի բան են չի, Հիսուս ջան, ես քոնն եմ։ Անից կարաս բժշկվես, դու էլ զարմանաս։ Այմա եկեք կանչենք մեր Տիրոջը մեր կյանքի մեջ որպես Տեր ու Փրկիչ։ Ինձ հետ միասին ասեք հավատքով ու սրտանց։ Հայր իմ Աստված, ես հավատում եմ, որ քո որդի Հիսուս Քրիստոսը ինձ համար մահացավ 2000 տարի առաջ խաչի վրա տառապանքով թաղվեց, սակայն երրորդ օրը հարություն առավ մեռելներից։ Ես ընդունում եմ այս իրողությունը։ Հիսուս, դու իմ Տերն ես ու իմ Փրկիչն ես։ Հավիտյան, ես այլևս քոնն եմ, և դու իմ Աստվածն ես, փառք քեզ իմ Տեր, հիմա և միշտ, հավիտյանս հավիտենից, ամեն։ Սիրելիներ, ասմա, ջանք անելով մեր հասակի վրա մի կանգուն չենք կարողանում ավելացնենք։ Միգուցե տեսքով մնացինք նույնը, բայց ես հավատում եմ նույնիսկ տեսքով էլ կարելի է փոխվել, երբ որ Աստծո փառքը գալիս է, երբ որ Տերն է գալիս մեր տուն։ Այս տուն։ Պահեք Հիսուսին ձեր սրտի մեջ։ Գիտեք, ձեր սրտերի մեջ խոսքեր ցանվեց, ասում խոսքն Աստված էր եւ նրա մոտ էր։ Հիսուս Աստծո խոսքն էր, եկավ բնակվեց ձեր մեջ։ Ուրիշ բառերով ասած Հիսուս Քրիստոսից սերմեր ցանվեցին ձեր սրտերի մեջ, թույլ չտաք, որ սատանան այդ սերմերը գողանա։ Դուրս կգաք այս շենքից դուրս, կգնաք, կսկսի փսփսալ, հա ինչ էր որ։ Ուրիշները կգան կխոսեն, իմացի ճանաչի նաև սատանայի ձայնը, որ նույնիսկ հարազատի միջոցով այդ գնացի իր հետ ինչ եղավ։ Ներսումդ պահի, թանկ մեկին ես ընդունել սրտիդ մեջ, թանկ անգին մեկին Հիսուսին ես ընդունել, եկավ քո տան մեջ, քո կյանքում ամեն անեծք Հիսուս Քրիստոսի անունով հռչակում եմ քանդված։ Մարդիկ կան նեղության պատճառով դուրս են գալիս, գնում են մարդկանց մոտ, ովքեր որ կախարդներ են, ովքեր որ վհուկներ են, գուշակներ են կոչվում։ Լսեք, սատանայի կողմից դրված մարդիկ մեղք են, իրանք էլ են մեղք։ Քիչա որ դժողքի ճանապարհին են, մարդկանց կյանքերն էլ անիծում են։ Թուղ դու գիրեն անում, ես են անում, ցավոք սրտի քրիստոնեական երկրում, քրիստոնեական համարվող երկրում։ Թող ջախջախված լինի, եկեք հենց հիմա սրտանց ասենք, թող սատանայի գործերը, ծրագրերը ջախջախվեն Հիսուսի անունով, ինչ որ այս իմ եղբայրների, քույրերի դեմ արված է, որ իրենց կյանքի մեջ իրենք զգում են խնդիրներ, որոնք որ կարծես լուծում չունեն, որոնք անեծքների պատճառ են, թող ազատագրում գա, թող ջախջախվի սատանայի ամեն ծրագիր, ամեն ժառանգական հիվանդություն, թող բժշկություն ունենա։ Փառք քեզ իմ Տեր, փառք քեզ իմ Տեր։ Ամեն։ Ամեն, փառք Տիրոջ, եկեք բարձր ծափարենք նրան։ Գիտեք, մի բան սրտիս մեջ պայթեց։ Աղոթողին նմանեցրի կույրի։ Գիտեք, կույրը ինչ անում, խարխափում է, չէ, որովհետև լույս չկա, չի տեսնում։ Աղոթողին նմանեցրի կույրի, որ խարխափում է, բայց գալիս է լույսը Տիրոջ, աղոթում ես ու լուսավորվում է, միգուցե հոգով կույր էիր, բայց սկսում ես տեսնել, աղոթքը դրան է նման, կույրի քայլերին, բայց փառք Տիրոջը, որ նրա լույսը ճառագում է, գալիս է մեր իրավիճակների մեջ, մենք սկսում ենք տեսնել Տիրոջ լույսով։ Այսօր մենք էլ կույրեր չենք կոչվում,
Տեսնում ենք, որովհետև ճանաչեցինք ճշմարտությունը եւ ճշմարտությունը ազատ արձակեց մեզ։ Թող Հիսուսի անունով օրհնված լինի ձեր կյանքը։ Սա ձեր հոգևոր տունը թող լինի։ Մենք ամեն շաբաթ օրը ժամը 6-ին երեկոյան հավաքվում ենք, միևնույն խոսքը, միևնույն պաշտամունք ունենք։ Կիրակի օրը ժամը 12-ին հավաքվում ենք։ Այսօր այսինքն, այս ժամին հավաքվում ենք, Տիրոջն ենք պաշտում։ Շատ հարցերի պատասխաններ ենք ստանում։ Աստված խոսում է քարոզի միջոցով, Աստված խոսում է մեր եղբայրների, քույրերի միջոցով, Աստծո ներկայությունը կա, հանգստություն կա այստեղ, որը ոչ միտեղ չենք տեսնի։ Ոչ մի ինստիտուտ, ոչ մի համալսարան, ոչ մի բան սրա պատասխանը չի տա։ Լեցուն մասնագետներ կան։ Իրենք էլ լեցուն հարցեր ունեն։ Այդ մասնագիտություններով դառնում են հանգուցյալ։ Այդպես էլ իրենց պատասխանները չստացած։ Երբեմն վստահ հպարտորեն գնում են առաջ, բայց կյանքի սովորական հարցերի պատասխանը չունեն։ Բայց մենք ունենում ենք, որովհետև մենք Տիրոջն ունենք, փրկված ենք, օրհնված ենք, զարգանում ենք, գիտություն ենք ստանում, ուրախ ենք, նեղության մեջ ենք, միգուցե ընկնում ենք նեղության մեջ, բայց դուրս գալը կա Տիրոջ հետ։ Օրհնված է այն մարդը, ով որ նեղությունն անցնում է Հիսուսի հետ։ Փառք Հիսուսին։ Ձեր կողքերում ծառայողներ կան, ձեզ կծառայեն անցանշաններով, վերցրեք ձեր իրերը, ձեր պայուսակները, վերցրեք մի փոքրիկ ժամանակ ունեցեք ներքևի հարկում, մի փոքրիկ հյուրասիրություն, միգուցե հարցեր ունեք, ձեր հարցերին կպատասխանեն, աղոթքի կարիք, միգուցե ուրիշի համար եք ուզում, որ աղոթեն, կաղոթեն ձեզ համար, ձեզ հետ կխոսեն, համարների փոխանակություն արեք, դասընթացներ ունենք, եկեք, մասնակցեք, օրհնված եղեք, այնպես որ մենք ձեզ շատ սիրում ենք, եկեղեցի, եկեք, Տիրոջը բարձր ծափարենք, այս հրաշք մարդկանց համար Աստված օրհնի, կարող եք գնալ։ Փառք քեզ ամենակարող Տեր։ Փառք քեզ Հիսուս։ Սիրելիներ, որպես կնիկ օրհնություն վերցրեք, Տերը օրհնում է քեզ եւ պահում է քեզ միշտ։ Տերը իր երեսը, իր սուրբ ներկայությունը պայծառեցնում է քեզ վրա ու ողորմում է քեզ։ Տերը իր երեսը, իր ներկայությունը քո վրա բարձրացնում է եւ խաղաղություն է տալիս քեզ ամեն մտքից վեր։ Եվ բոլորս ասենք ամեն։ Հայր մեր, որ երկնքում ես, քո անունը թող սուրբ լինի միշտ։ Քո թագավորությունը թող գա, քո կամքը թող լինի, ինչպես երկնքում, այնպես էլ երկրի վրա։ Մեր ամեն օրվա հացը տուր մեզ այսօր։ Եվ ներիր մեր մեղքերը, մեր պարտքերը, ինչպես որ մենք ենք ներում մեր պարտապաններին։ Եվ մեզ փորձության մի տանիր, այլ ազատիր չարից, քանի որ քոնն է արքայությունը, զորությունը եւ փառքը հավիտյանս հավիտենից եւ եկեք ասենք ամեն ու փառաբանենք մեր Տիրոջը, հալելույա։